Ալելույայի խորոց հարթացի արկես տեր լուր ձայնի իմուն, եղիցին ականջ քոյ լսել զայն աղոթից ինոց, Ալելույա օրդին, խաղություն ամենեցուն, երկրվածության նվարը, սրբո ավետարանից Իսուսի Քրիստոսի որը սովանու, Եթե ոչ հատն ծորեն ու անկյալ երկիր մերանիցի, ինքն միայն գա, ապա եթե մերանիցի բազում արդյուն սարնե, որ սիրե զանձնյուր արցակ է հզնա, և որ ատյած զանձնյուր աշխարիս այս միկ, իկյանսն ավիտենականս պահես է ըսնա, Եթե ոգզից պաշտից է ըսնին եգեսը, և ուր եսն եմ ան և պաշտոնյայն իմ եղիցի, եթե ոգզից պաշտից է, պատվես զնահայնի։ Հոգվոց հանգուցելոց Քրիստոս Աստված, արահանգիստ և ողորմություն, և մեզ մեղավորացը շնորհյալ կավություն անցանած։ Եվս խաղաղությանը սրավաչեսուկ, վաստանգության լոքոս աղաչեսուկ, ըսպրկիչն մեր Քրիստոս, Իսուսան դարքարցն դասեսը, եվս մեզ կեսուս շնոր և ողորմության յորով, ամենակալ սրացված մեր կենցո և ողորմյա։ Տեր ողորմյա, Քրիստոս որդի Աստծո նոխակալ և բարեգութ, գթա քորարչական սիրովտի հոգի սանգուցյալ ծառայիցտոց, եվս առավելապես հիշատեր համորեն նահատակացն, որ կատարեցան ի պատերազմի, Սարդարապատի, Բաշապարանի և Խարաքիլիսայի, եվս առավելապես հիշատեր համորեն նահատակացն, որ կատարեցան ի պատերազմի, առաջին և երկրորդ Արցախյան գոյամարտի, հիշա հավուր մեծի գալստյան արքայության քո, արարժանի ողորմության, խավության և թողության նեղած, դասավորյալ պայծառացում սուրբս քոաչակոման դասուն, զիդու էստեր և արարիչ ամենեցուն, դատավոր կենթանյաց և նջեցելոց, երկես վայլեպատ իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն։ Սիրելի ապարանցիներ, հարգելի հյուրեր, այսօր հավաքվել ենք ապարան քաղաքի այս գեղեցիկ միջավայրում նշելու Հայաստանի առաջին հանրապետության հռչակման տոնախմբության օրը։ Մենք գիտենք, որ Հայաստանի առաջին հանրապետությունը
հռչակվեց Սարդարապատի, Բաշապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի արդյունքում։ Եվ մտովին, երբ թերթում ենք հայոց պատմության էջերը, հասկանում ենք, որ մեր ժողովուրդը ունեցել է դժվար, համառ, հաստատուն, կամքով լեցուն, հավատքով հարուստ պատմություն, որի ընթացքում ունեցել ենք և վերելքներ, և վայրեջքներ, ունեցել ենք հաղթանակներ, ինչպես Բաշապարանի, Սարդարապատի, այնպես էլ ունեցել ենք պարտություններ։ Եվ այս պահին ուզում եմ ձեզ հետ կիսվել մի գեղեցիկ պատմությամբ, որ առնչվում է ամենայն հայոց Վազգեն Վեհափարի հետ։ Առաջի հայացքից կթվա, թե այս պատմությունը քիչ աղերս ունի այսօրվա հետ, բայց խորունկ հայացքը և սուր միտքը կկարողանա դուրս բերել այդ պատմության մեջից այսօրվա խորհուրդը, այսօրվա խորհրդի նշանակությունը մեզանից յուրաքանչյուրի համար։ Հայ եկեղեցու ծեսի համաձայն, երբ հոգևորական է ձեռնադրվում, հոգևորականին նոր անուն են տալիս։ Այդպես է պատահում նաև Լևոն Պալճյանի հետ, ով դառնում է Վազգեն Աբեղա։ Ձեռնադրությունից հետո Վազգեն Աբեղան մոտենում է իր ձեռնադրող տարեց եպիսկոպոսին և հարցնում. «Ինչու սրբազան հայր, ինձ կոչեցիք Վազգեն անունով»։ Եվ սրբազանը պատմում է հետևյալ պատմությունը, որ Վանի ինքնապաշտպանությունների ժամանակ Վազգեն անունով մի երիտասարդ փորձում է պաշտպանել իր թաղամասերը և մարտի է բռնում թուրքական կանոնավոր զորքի հետ։ Թեժ մարտերի ընթացքում Վազգենը կարողանում է իր փոքրաթիվ ընկերներով բազում կորուստներ պատճառել թուրքական բանակին, բայց թուրքերը վերջում կարողանում են խաբելով գերի վերցնել երիտասարդ պատանուն և սպանել։ Եվ որպեսզի իրենց վրեժը մինչև վերջ Արնաբուն թուրքը հասցնի ավարտին, Վազգենի անշնչացած դին տանում են փողոցներով, տներով և փորձում են պարզել, թե ովքեր են այդ երիտասարդի ծնողները։ Ահա մոտենում են մի տան և տան առջև կանգնած է մի կին, որի 4 անչափահաս զավակները տան ներսում են։ Եվ երբ Վազգենի անշնչացած դին գցում են մոր առջև և հարցնում արդյոք սա քո տղան է, մայրը կուլ տալով արդյունքները ասում է, որ ոչ, իմ տղան չէ։ Երբ թուրքերը հեռանում են տանելով նաև իր որդու դին, նա ներս է մտնում և իր 4 զավակներին գրկելով արտասվում, ողբում իր երիտասարդ զավակի մահը։ Ահա սա է Վազգեն Վեհափարին տրված անվան պատասխանը։ Բայց այս պատմությունը կիսատ կմնար, և մենք չէինք խոսի թերևս այս պատմության մասին, եթե պատմությունը ավարտվեր մի հերոս տղայի և մի խիզախ կնոջ պատմությամբ։ Բայց մեզ հայտնի է, որ Սարդարապատի ճակատամարտին այս կինը արդեն իր 4 չափահաս զավակների հետ մասնակցում է և իր ավագ որդու վրեժը առնում է թուրքերից Սարդարապատի դաշտում։ Նման օրինակ պատմություն կա նաև կապված Բաշապարանի հետ։ Բաշապարանի երգի բառերը թեկուզ 2 տողով, բայց շատ խորը մի ամբողջ պատմություն են հայտնում այս ժողովրդի հերոսական պայքարի մասին։ Երգի բառերը ասում են, որ երիտասարդ մայրերը և երիտասարդ հարսները իրենց կարմիր գլխաշորերը փոխեցին պատրոն դաշով, իրենց որդիների, ամուսինների, մեծ հայրերի հետ դուրս եկան Բաշապարանի ճակատամարտին և աշխարհազորը զինվորականների հետ միասին տվեց մեր հաղթանակը։ Ուրեմն, ինչի մասին է
այսօրվա խորհուրդը։ Այսօրվա խորհուրդը չհանձնվելու, պայքարելու, ողբ ու ցավ տեսնելուց հետո գլուխը վեր բարձրացնելու, հավատքով լցվելու, հույսով ապրելու եւ այդ հույսը դարձնելու գործ, դարձնելու աշխատանք, որպեսզի մենք կարողանանք ամեն անգամ մեր հաղթանակները տոնենք ոչ միայն այստեղ, այլ ամենուր, որտեղ որ հայ ժողովուրդը հաղթանակ է տարել։ Մի հայտնի ճշմարտություն կա. պարտված չէ մարդը այնքան ժամանակ, քանի դեռ ինքը իր պարտությունը չի խոստովանում։ Եվ մենք հավատում ենք, որ մենք թերևս մարտում ընկել ենք, թերևս կորցրել ենք մեր զավակներին, բայց մենք դարձյալ ոտքի ենք կանգնելու։ Աստվածաշունչը այդ մասին հստակ ասում է. արդարը 7 անգամ որ ընկնի, 8-րդ անգամ դարձյալ ոտքի պիտի կանգնի։ Մենք այսօր հիշում ենք Արցախի առաջի եւ երկրորդ պատերազմներում ընկած մեր զավակներին։ Մենք այսօր աղոթում ենք իրենց հոգիների համար։ Իրենք նույն քաջերն են, ինչպիսին էին Սարդարապատի, Բաշաբարանի եւ Ղարաքիլիսայի հերոս տղաները։ Եվ մենք իրենց հիշատակի առջև, իրենց խորհրդի առջև այսօր հավաքված այստեղ եւս մեկ անգամ ասում ենք, որ մեր հայ ժողովրդի երթը շարունակելու է, մեզ ընկճել չի լինի, եւ այս ոգին թող տարածվի այս տարածքում, մեր հայոց աշխարհում, այսօր, վաղը եւ հավիտյանս հավիտենից, ամեն։ Աչիվս աղաչես սուգստեր, զիսովալ պրկեսես մեզի մեղած, և կեսուս է շնորի ողորմության դուրով, ամենակալ Տեր Աստված մեկ է ցո և ողորմյա։ Պահպանիչ և հույս հավատացելոց Քրիստոս Աստված մեզ, պահյա, պահպանյա, երկիրն Հայաստան և Արցախ և ժողովուրդն հայոց, ընթովանյալ սուրբ և պատվական խաչիր քոյ խաղության, փրկե ազատյա, հերևելի և աներևույթ թշնամվույն, արժանավորյա գոհությամբ փառավորելս Հայր և Զորթի և Սուրբ Հոգի, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն։